Ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։ Կառավարության այս որոշումը բացատրվել է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտին հասցնելու եւ դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Այսպիսով Պաշտպանության նախարարության հիմնավորմամբ 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։ Առաջիկա ընտրությունների մասին խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր ընդդիմադիր պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն քաղաքացիական պայմանագրի հետ։ Եթե իր քաղաքական ուժը առաջին տեղում չլինի, ապա Քոչարյանն ասում է, ինքը որևէ հավակնություն չի ունենա, որովհետև չի պատկերացնում, որ իր ձևակերպամբ կարող է գնալ կառավարությունում նախարար աշխատել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Մասյաց-Սոտնի թեմի առաջնորդի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ։ Ըստ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մազի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին արգելել է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցուն խոչընդոտել Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյաց-Սոտնի թեմի առաջնորդի լիազորությունները կատարելու հարցում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույց է հռչակվել։ Քննչական կոմիտեն նշել է, որ արկային դատական ակտը չկատարելու եւ դրա չկատարմանը դրդելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ինչի հիման վրա էլ նախաձեռնել են քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ։ Այսօր ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։ Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում ստորագրված 3 մտադրությունների հուշագրերից մեկը վերաբերում է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թվականին ընդերք օգտագործման եւ ընդերքի պահպանության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները։ Տեսչական մարմինը ընդունել է 195 վարչական տույժի որոշում, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր չափը 27 միլիոն 160 հազար դրամ է եղել։ Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է 233 դեպք, որոնք վերաբերում են ապօրինի ընդերք օգտագործմանը եւ արդյունահանված ծավալները թաքցնելուն։ Այդ խախտումների հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 2 միլիարդ 42 միլիոն 139 հազար 643 դրամ։ Միաժամանակ հայտնաբերվել է շուրջ 14 միլիոն 906 հազար խորանարդ մետր ապօրինի արդյունահանված հանքանյութ։ Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով նշված խախտումների արդյունքում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 26 միլիարդ 369 միլիոն 45 հազար 787 դրամ։ Վերականգնվել է 460 միլիոն 417 հազար 195 դրամը, որը մուտք է արվել Հայաստանի պետական բյուջե։ Այսօր Երևանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 14:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 90 կոտորակ 6 հասցեում գործող անձեռոցիկների արտադրամասում հրդեհ է բռնկել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական մի քանի ջոկատներ։ Մինչև հրշեջների ժամանումը արտադրամասի աշխատակիցները փորձել են կանխել կրակի տարածումը։ Մարման աշխատանքներում ներգրավել է 12 հրշեջ փրկարարական բրիգադ։ Ըստ նախնական տեղեկությունների ուժասներ չկան։ Տարածքը սահմանազատվել է, դեպքի վայր են ժամանել նաև գազի, էլեկտրական ցանցերի եւ շտապ օգնության ծառայությունների ներկայացուցիչները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։